Նախորդ ֆիլմում մենք պատմեցինք Երևանդունյաց Հայաստանի մասին։ Հետևեցինք Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներին, տեսանք, թե ինչպես աշխարհակալություն դարձան երկու նոր տերություն՝ Հռոմ և Պարթևստան, և ինչպես սրանց միջև իր ամրակայուն դիրքը հաստատեց Հայաստանը։ Բարձրանալով մեծ հայքի գահին, Արտաշեսը սկսեց վերադարձնել այն երկրները, որ խլվել էին Հայաստանից։ Նա հնազանդեցրեց Կովկասյան ցեղերին, դուրս գալով Սև ծովի ափերը։ Ատրպատականից նա ետ խլեց Կասպիական ծովեզերքը, Սելևկյաններից հյուսիսային Միջագետքը, այնպես որ Մովսես խորենացու բառերով հասավ հայոց լեզվի սահմաններին և ամբողջ երկիրը միալեզու էր։ Արտաշեսը կոչվեց մեծ և աշխարհակալ, նա տևական խաղաղություն բերեց հայոց աշխարհին։ Մարդկանց համար արդար սահմաններ գծեց, ամրապնդելով դրանք սահմանակարերով, որոնց վրա արամեերեն գրված էր արքայական խոսքը։ Արտաշեսից հետո եկած ժամանակները այսպես են ներկայացնում հռոմեական պատմիչները։ Պարթևները բազմիցս պատերազմեցին հայերի դեմ և ոչ մի անգամ չկարողացան հաղթել դրանց ուժով։ Սակայն անհավասար պատերազմը ընթանում էր հայոց հողում և հայերը ստիպված էին գնալ տարածքային զիջումների։ Իսկ որպես պատանդ պարթևներին հանձնեցին արքայազան Տիգրանին։ Ամբողջ 15 տարի Տիգրանը պատանդ մնաց պարթևների մոտ և արարեց իր կյանքի մեծ ծրագիրը, որ պիտի իրագործվեր, երբ հասներ պահը վերադարձի։ Մեր թվարկությունից առաջ 95 թվականին Տիգրան Արտաշեսյանը բարձրացավ մեծ հայքի գահին և անմիջապես Հայաստանին միացրեց հայոց ծոպքը։ Սա ահազանգ էր միայն, սակայն պարթևների անհանգստությունն առավել աճեց, երբ Տիգրանը սկսեց մարզել հայոց բանակը պարթևական եղանակով և անհնարին չափով մեծացրեց այրուձին։ Ինչպես նկարագրում է Խորենացին, նա հետիոտնին ձիու վրա բարձրացրեց։ Պարսավորները աղեղնավոր դարձան և շերտ կրողները սուսերավոր։ Մերկերը զրահներով պարածածկվեցին և նրանց սոսկ տեսքը, զենքի փայլը բավական էր թշնամուն արտահալածելու համար։ Այդ ժամանակներում մեծ հզորության էր հասել Հայաստանի հարևան Պոնտոսի թագավորությունը, դառնալով ողջ Սև ծովի տերը։ Պոնտոսի թագավոր Միհրդատ և Պատորը Հռոմի կատաղի թշնամին էր և աչքի էր ընկնում արտասովոր դաժանությամբ։ Միհրդատն ամենուր հանդես էր գալիս որպես ազատարար հռոմեական լծից։ Հենց այս նորահայտ անսանձ ուժի հետ էլ դաշնակցեց Տիգրանը, ամրապնդելով այն ամուսնությամբ Միհրդատի դստեր հետ։ Միհրդատի և Տիգրանի դաշինքն ուղղված էր հռոմեական էքսպանսիայի և պարթևական ծավալապաշտության դեմ։ Սրանից հետո Տիգրանը մի քանի անգամ ներխուժեց Կապադովկիա, փորձելով այն դարձնել բուֆերային պետություն Հռոմի ճանապարհին։ Շուտով այստեղ հասավ հռոմեական հռչակավոր զորավար Կորնելիոս Սուլլան։ Հայերը պարտություն կրեցին։ Հռոմեացիները նրանց հետապնդեցին մինչև Եփրատ։ Սա առաջին հայ-հռոմեական ընդհարումն էր, որ ցույց էր տալիս, թե հայերը դեռ պիտի պարզեն ինչ է հռոմեական բանակը։ Պարթևներն անմիջապես բանակցություն սկսեցին Հռոմի հետ և գործը հասցրին դաշնագրի, որ սուր սլաքով ուղղված էր Հայաստանի դեմ։ Սակայն Հռոմը դեռ պատրաստ չէր պատերազմի և Տիգրանն անցավ գործի։ Դարձյալ Կապադովկիա մտան հայոց զորքերը
և մեծ քանակությամբ ժողովուրդ վերաբնակեցվեց Հայաստանում։ Այնուհետև Տիգրանը հպատակեցրեց վիրքն ու աղվանքը։ Այսպես, ապահովելով թիկունքը արևմուտքից և հյուսիսից, Տիգրանն իր հայացքը շրջեց դեպի Պարթևստան։ Մեր թվարկությունից առաջ 86 թվականին նա Կասպիական ծովեզերքից ներխուժեց պարթևների զավթած տարածքները։ Մեկը մյուսի հետևից գրավվեցին 70 հովիտները, կորդված աշխարհը, Ադիաբենը։ Վասալական կախման մեջ ընկավ Ատրպատականի թագավորությունը։ Այնուհետև Տիգրանը գրավեց Միգդոնիան ու կանգ առավ Սելևկյան Սիրիայի սահմանի վրա։ Ստրաբոնը խոսում է կենտրոնական միջագետքի խորքերը ծավալված խուշկու գրոհի մասին։ Ականատեսներին զարմացնում է այն կայծակնային արագությունը, որով հայոց արքան կարողանում էր նվաճել պարթևական տարածքները։ Բայց այստեղ զարմանալի քիչ բան կա, քանզի այդ երկրները հայաբնակ էին։ Իսկապես զարմանալին հետագա դեպքերն էին, երբ շեշտակի ներխուժմամբ հայոց բանակը հասավ Եկբատան ու շրջապատեց մայրաքաղաքը։ Հենց Եկբատանի մատույցներում էլ նա թելադրեց հաշտության իր պայմանները։ Այդուհետ երկար ժամանակներ Պարթևստանը պիտի բավարարվեր երկրորդական պետության կարգավիճակով։ Պարթևաց թագավորը հրաժարվում էր արքայից արքա տիտղոսից հօգուտ Տիգրանի։ Տիգրանն անցավ Եփրատը և գրավեց Սիրիան ու Պաղեստինը։ Այդ մասին Հուստինոսը գրում է. Թագավորները և Սիրիան թուլացել էին, և ժողովուրդը սկսեց իր համար օտարերկրյա թագավորներ որոնել։ Մի մասը գտնում էր, որ պետք է հրավիրել Միրդադ Պոնտացուն, մյուսը Պտղոմեոս Եգիպտացուն։ Բոլորը համաձայնության եկան Հայաստանի թագավոր Տիգրանի վերաբերյալ։ Այսպիսով Տիգրանը խաղաղորեն իշխում էր թագավորության մեջ 17 տարի, շարունակում է պատմիչը։ Բայց խաղաղությունը խիստ հարաբերական էր։ Պատմության հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ոչ ոքի չի հաջողվել կայուն խաղաղություն հաստատել մերձավոր Արևելքում։ Տիգրանն առաջինն էր, որ հասկացավ, թե որքան վտանգավոր է քչփորել այդ կրետաբույնը։ Ուստի երբ եկավ այն հռոմեացիներին հանձնելու ժամանակը, նա հանգիստ հրաժարվեց այդ երկրներից։ Հայոց արքայի և Սիրիայի թագավոր Տիգրանի նոր մայրաքաղաքը Անտիոքն էր։ Կես միլիոնանոց վիթխարի պոլիսը։ Այս քաղաքն էր, որ դարձավ հզորացած Տիգրան Մեծի զորաբանակների հաջորդ նվաճման կետը։ Նկատի ունենալով քաղաքի հարմար աշխարհագրական դիրքը, առևտրական բանուկ ճանապարհների վրա գտնվելը և լավ կլիման, Տիգրան Մեծն այստեղ ստեղծեց իր մյուս մայրաքաղաքը։ Այստեղ էին կատարում առևտրական բոլոր գործարքները, այստեղ էին խաչվում առևտրական ճանապարհները, կնքվում էին պայմանագրեր Մերձավոր Արևելքի բազմաթիվ տերությունների հետ։ Տիգրանն այստեղ փողերանոց, դրամահատարան ստեղծեց, ուր թողարկվում էին նրա դրամները։ Անտիոքն ու Արտաշատը տերության հակառակ ծայրերում էին։ Ուստի դժվար էր կառավարել վիթխարի երկիրը։ Տիգրանն նախձնիքում հիմնադրեց նոր մայրաքաղաք, որը կենտրոնական դիրք էր գրավում կայսրության մեջ։
Հետո նա գրավեց Դաշտային Կիլիկիան և 12 քաղաք դատարկեց, բնակեցնելով նոր մայրաքաղաքը։ Մենք գտնվում ենք հայոց մայրաքաղաք Տիգրանակերտում, որը ներկայիս Թուրքիայի Սիլվան քաղաքն է։ Քաղաքի պարիսպները 25 մետր բարձրություն ունեին, աշտարակները հասնում էին 30 մետրի։ Դրանք այնքան հզոր էին, որ մեջը երկհարկանի ու եռահարկ տներ, ախոռներ ու զորանոցներ էին տեղավորվում։ Եվ զարմանալի չէ, որ պահպանված պարիսպներում այսօր էլ խիտ բնակչություն է ապրում։ Ակամասարսուր է զգում, հիշելով, որ նույն փողոցներով քայլել է արքայից արքա Տիգրանը։ Տիգրանը կռիվներով չէր անհանգստացնում մյուսներին, հարևաններին, նշում են հռոմեական պատմիչները։ Եվ այստեղ բացվում է հայոց արքայի իրական դեմքը։ Նա հին աշխարհի առաջին վեհապետն էր, որ փորձում էր ժողովուրդների ու երկրների միջև ներդաշնակություն ստեղծել։ Այսօր հայոց աշխարհակալության ողջ տարածքում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի թանգարաններում կարելի է տեսնել մեծ արքայի հատած դրամները։ Ուշագրավ է, որ սիրիական պոլիսների դրամներում Տիգրանը կոչվում է Աստված և Թագավոր, մինչդեռ մեծ հայքի դրամներում արքայից արքա։ Իր նոր կազմակերպվող պետության կարևոր վայրերում արքան հզոր քաղաքներ էր կառուցում, երկրի կողմերը պաշտպանելու համար։ Բոլոր այդ քաղաքները հելենիստական սովորության համաձայն կոչվում էին Տիգրանակերտ։ Տիգրան Մեծի աղձենիքում կառուցված նոր մայրաքաղաքի Տիգրանակերտի մասին շատերը գիտեն։ Շատ ավելի համեստ են տեղեկությունները Արցախում կառուցված Տիգրանակերտի մասին, ահա այս տարածքում, դաշտային և լեռնային Արցախների միացման հատվածում, ռազմավարական կարևոր կետում։ «2005 թվականին այստեղ սկսվեցին առաջին պեղումները և տվեցին իրենց շոշափելի արդյունքը։ Ձեր առջև քաղաքի պարիսպների հիմքերն են, որոնք փորված են քարի մեջ և որոնց վրա բարձրացել է պատաշարը։ Արցախի Տիգրանակերտի պեղումների ընթացքում բացված կառույցների ճարտարապետությունը և մասնավորապես պարիսպների քարերի ամրացման ցիցեռնակապոչ փորվածքների համակարգը վկայում է, որ այս համալիրը
ուղղակիորեն կրկնել է անտիկ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի կառուցողական մանրամասները։ Վստահաբար հենց այստեղից էր հայոց արքան հսկում Կասպիական ծովեզերքը։ Քաղաքից վեր հելենիստական տիպի դամբարաններ են, հեթանոսական վիմափոր սրբավայր, որ հետագայում վերածվել է քրիստոնեական համալիրի։ Մեր թվարկությունից առաջ 69 թվականին, երբ հերթական պատերազմում պարտված Միհրդատն ապաստանեց Հայաստանում, Ասիայի պրոկոնսուլ Լուկուլոսը ավելորդ համարեց սպասել սենատի համաձայնությանը և առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Հայաստան։ Ճանապարհին մի փոքրիկ հայկական բերդ կար, և երբ զորավարները ցանկացան գրավել այն, Լուկուլոսը սուրը մեկնեց դեպի Տավրոսի լեռնաշղթան ու գոռաց. «Ահա այն բերդը, որ մենք պիտի գրավենք»։ Իրավիճակը միանգամայն ճիշտ է գնահատում Խորենացին։ Այդ ժամանակ Տիգրանը լուր ստացավ, որ մի ավազակ վայկուն անհանգստացնում է Հայաստանը, ուստի վերադարձավ ու երկրից վռնդեց ավազակին։ Արքան այդ ժամանակ Եգիպտոսի կողմերում էր։ Ստանալով հարձակման լուրը, նա սկսեց արագորեն զորքեր հավաքել հպատակ ազգերից։ Մինչդեռ Լուկուլոսը անցավ Տիգրիսն ու պաշարեց Տիգրանակերտը։ Լուկուլոսին ոգեշնչում էր հայերի փոքր թիվը մայրաքաղաքի բնակչության մեջ։ Հայոց բանակը մոտեցավ Տիգրանակերտին։ Սկզբնապես Լուկուլոսը հարձակվեց մարդերից ու վրացիներից հավաքված թեթևազենների վրա, որոնք փախան ու լցվելով հայոց հետևակի մեջ խառնեցին մարտաշարքը։ Այրուձին հնարավորություն չունեցավ դուրս գալ բաց դաշտ։ Խուճապ առաջացավ ու սկսվեց միակողմանի կոտորածը։ Պարտությունն ակնհայտ էր և հայոց բանակը հեռացավ մարտադաշտից։ Անմիջապես մայրաքաղաքի վարձկանները բացեցին դարպասները Լուկուլոսի առջև։ Քաղաքը կողոպտվեց ու ավիրվեց։ Այս պարտության տպավորությունը ցնցող էր։ Վասալ պետություններն անմիջապես անջատվեցին և հայ ժողովուրդը մնաց մենակ։ Գարնանը հռոմեական բանակը քայլեց դեպի Արտաշատ։ Այստեղից նրան ընդառաջ էր շարժվում Տիգրանը, որ իր հետ վերցրել էր միայն հայոց այրուձին։ Մնացյալ բանակը նա թողել էր Արտաշատում, չզրկելով իրեն ևս մեկ ճակատամարտի հնարավորությունից։ Եվ այս անգամ Տիգրանն էր պարտադրում մարտի վայրը։ Դա Արածանիի վերին հոսանքներն էին, որտեղից 2 քայլ էր Արարատյան դաշտը։ Հռոմեական լեգիոնները շարվեցին դաշտում։ Աջ և ձախ թևերում տեղավորվեց հեծելազորը։ Մարտը սկսեցին հայոց թեթևազեն հեծյալները, որոնք առաջ նետվելով սլացան դեպի հռոմեական շարքերը։ Հռոմեական հեծելազորը նետվեց ընդառաջ։ Կարճ ընդհարումից հետո հայերը դիմեցին փախուստի, ցրվելով դաշտով մեկ։ Հռոմեական հեծելազորը հետապնդեց նրանց ու խիստ կտրվեց հետևակից։ Պլուտարքոսն այսպես է ներկայացնում. այն ժամ Լուկուլոսը խիստ սարսափեց, տեսնելով դեպի ինքնարշավող արքային, զրահակիր հեծելազորի գլուխն անցած։ Այսպիսով հայոց ծանրազեն այրուձին էր մտել մարտի մեջ։ Հռոմեական հեծելազորը արագորեն ոչնչացվեց։ Առջևում հետևակի խիտ շարքերն էին։ Հայոց հեծյալներն արշավում էին դեպի առաջ նետահարելով, այնուհետև
սրընթաց անցնում շարքերի առջևով նետահարելով դեպի ձախ, ապա նահանջում նետահարելով դեպի ետ։ Հայկական լայնալիճ աղեղը վիթխարի նետեր էր արձակում, որոնք թափ անցնում էին ամեն տեսակի զրահ ու վահան։ Այսպես հայերը կորուստներ չէին տալիս, մինչդեռ հռոմեացիները հնձվում էին շարքերով։ 3 անգամ մահացու պտույտ գործեց հայոց հեծելազորն ու կանգ առավ հեռվում։ Մարացանի մոտ տեղի ունեցած ճակատամարտը ամենավճռականն էր եւ կարևոր Տիգրանի համար եւ հաղթանակ բերեց հայոց զորաբանակին։ Հռոմեացիները լքեցին այս տարածքը եւ հեռացան Հայաստանից։ Ու թեև Միհիրդատ Պոնտացին պնդում էր, որ հարկավոր է բնաջնջել հռոմեացիներին, Տիգրանը հրամայեց պարզապես հետապնդել թշնամուն եւ հեռացնել Հայաստանից։ Ինչպես նշում են հռոմեացի պատմիչները, հայոց արքան բարձր էր բոլորից ու զորեղ ամեն ինչով։ Սակայն անձնական կյանքում երևի ամենադժբախտ մարդն էր Տիգրան արքան։ Քանզի տարբեր հանգամանքներում նրան դավաճանել էին 2 որդիները եւ սպանվել իր հրամանով։ Եվ հիմա էլ այդ բարդ պահին պայթում է 3-րդ որդու ապստամբությունը, որը պարտություն կրելով փախչում է Պարթևստան։ Այս բանը վերջնականապես հաստատում էր Տիգրան արքայի կասկածները, որ իր զավակները հրահրվում էին իրենց պապ Միհիրդատ Պոնտացու կողմից։ Նույն ժամանակներում անսահման լիազորություններով արևելք է ժամանում հռչակավոր զորավար Գնեոս Պոմպեոսը, որի մասին խորենացին խոսում է մեծ դրվատանքով։ Նա ջարդում է միջերկրածովյան ավազակների նավատորմը եւ ափ իջնելով Կիլիկիայում անմիջապես պատերազմ է սկսում վերստին զորացած Միհիրդատ Պոնտացու դեմ։ Հռոմեական 80 հազարանոց բանակը արագորեն ոչնչացնում է Պոնտոսի թագավորությունը, Միհիրդատը փորձում է դարձյալ ապաստան գտնել Հայաստանում, սակայն իմանալով, որ Տիգրանն իր համար գլխագին է նշանակել, հեռանում է Բոսֆոր եւ այնտեղ էլ վերջ դնում իր կյանքին։ Միաժամանակ Հայաստանը ներխուժում պարթևական 50 հազարանոց բանակը, որին ուղեկցում էր Տիգրան կրտսերը։ Սակայն վրա հասած հայոց այրուձին գլխովին ջախջախում է ներխուժողներին։ Այսպես Պոմպեոսի հաղթանակը պոնտացիների եւ Տիգրանի հաղթանակը պարթևների դեմ տեղի ունեցան միաժամանակ։ Պոմպեոսի մոտ ժամանեց Տիգրանի դեսպանությունը։ Տիգրանին հարկավոր էր խաղաղություն եւ մեծ ու հզոր Հայաստան։ Պոմպեոսին Հռոմին ներկայանալ որպես հաղթող եւ արևելքի խաղաղարար։ Այսպիսով Տիգրանի եւ Պոմպեոսի շահերը համընկնում էին։ Մնացյալը սոսկ ձևականություն էր։ Պոմպեոսի հսկա բանակը առանց դիմադրության մտավ Հայաստան ու բանակեց Արտաշատի դիմաց։ Ոչ պակաս վիթխարի մի հայկական բանակ էլ կանգնած էր Արտաշատում։ Այստեղ կնքվեց հայ-հռոմեական դաշնակցություն, ըստ որի Տիգրանը մնում էր արևելքի արքայից արքան, Հայաստանը պահպանում էր տարածքային ամբողջականությունը, Կասպից ծովից մինչև Եփրատ, որպես Սիրիայի եւ Փյունիկիայի թագավոր Տիգրան արքան հրաժարվում էր այդ երկրներից, բայց ի օգուտ ուղղակի Հռոմի, բացառելով Սելևկյանների իրավունքները։ Հայոց արքան հասել էր իր բոլոր նպատակներին, ինչ ծրագրել էր 30 տարի առաջ, երբ պատանդ էր պարթևական արքունիքում։ Ընդմիշտ կանգ էր առել հռոմեական էքսպանսիան, սահմանափակվել էր պարթևական ծավալապաշտությունը, կառուցվել էր հայոց հզոր ազգային պետությունը, որն այդ սահմաններով գոյատևեց ավելի քան 400 տարի։ Եվ ամենակարևորը, Տիգրանն աշխարհի այն հազվագյուտ վեհապետերից էր,
որոնք ձգտում էին ստեղծել ներդաշնակ աշխարհ։